Պաշտոնական վիճակագրության համաձայն տարին ավարտում ենք կամ տարվա ավարտին մոտենում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի բավական բարձր աճի տեմպով։ Իդեպ շարունակական աճի տեմպով, այդ մասին իհարկե պետք է խոսենք։ Մասնավորապես այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3%։ Սա իհարկե բավական բարձր ցուցանիշ է։ Փորձենք որոշակի բացվածքով, միևնույն ժամանակ նշելով, որ դեռևս ամբողջական բացվածքը տնտեսական ակտիվության ցուցանիշի չունենք, բայց այնուամենայնիվ որոշակի բացվածքով հասկանանք, թե ինչով է պայմանավորված, ինչ ուղղությունների եւ գործոններում նկատվող աշխուժությամբ է պայմանավորված 8.3%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Մասնավորապես արդյունաբերությունը նույն ժամանակաշրջանում 2024 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 0.5%-ով։ Ամենամեծ բարձրացումը շինարարության ոլորտում է երկնիշ 20.1%։ Առևտրի պարագայում աճը 3% է, ծառայությունների դեպքում 10.9% եւ արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է մնալ անկման ներքո։ Մասնավորապես ընդհանուր առևտրաշրջանառությունը արտաքին անկում է апրել 33.2%-ով 2024 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ եւ մասնավորապես դրա ներքո արտահանման անկումը կազմել է 46% ներողություն եւ ներմուծման անկումը 27.4%-ով։ Ընդհանուր առմամբ եւ այս կൂട്ടակային ցուցանիշի համատեքստում տեսնում ենք, որ ամենաշատ, ամենամեծ աճերը արձանագրվել են եւ դա արդեն շարունակականության ներքո է շինարարության եւ ծառայությունների ոլորտը։ Ոլորտներ, որոնք այսօր գտնվում են շատ կոնկրետ ազդեցությունների ներքո, շինարարության ոլորտի ազդեցությունների մասին խոսել ենք շատ, ծառայությունների պարագայում ֆինանսական ծառայություններն են, հատկապես բանկային ծառայություններն են, որոնք ընդհանուր առմամբ նույն ռուս-ուկրաինական պատերազմից ստեղծված դրական շոկերի շարունակականության ներքո են եւ այնուամենայնիվ որքան էլ որ այդ գործոնները հստակ են, բայց կարծես թե դրանք ժամանակավոր բնույթ ունեն։ Այս իմաստով տնտեսական ակտիվության ցուցանիշի այսօրվա բարձր տեմպերը որոշակիորեն առաջացնում են նույն տնտեսական ակտիվության երկարաժամկետ աճի հետ կապված ոչ բավարար կայուն հիմքեր։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, արդյունաբերության 0.5%-անոց աճը առավելապես պայմանավորված է հատկապես վերջին ամիսներին մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրված աճերով, թեև նորից կրկնում ենք, որ սրա բացվածքը հունվար-նոյեմբերի հետ կապված դեռ չկան, բայց հունվար-հոկտեմբեր եւ դրան նախորդող ժամանակահատվածների ուսումնասիրությունը օրինակ ցույց է տալիս, որ սննդամթերքի արդյունաբերության ու արտադրանքի ծավալը էականորեն աճել է։ Դա իհարկե ուրախալի է, հատկապես որ դրական շոկերի այս վերջին ժամանակաշրջանում մենք ունեցել ենք տարի ժամանակաշրջաններ, երբ նույն սննդամթերքի արդյունաբերությունը եղել է անկումային, մշակող արդյունաբերության այդ հիմնական ուղղություններից անկումներ ենք ունեցել, գյուղատնտեսություն է եղել զրոյական կամ շատ համեստ աճերով, հետևաբար նման ուղղությունների աճերը իհարկե դրական է։ Այլ խնդիր է, որ մի փոքր ավելի երկար ժամանակահատված է պետք հասկանալու մենք ինչպիսի գործոնների հետ այսօր գործ ունենք։ Արդյոք դրանք վերջնական օրինակ նույն մշակող արդյունաբերության վերականգնման մասին են խոսում, սննդամթերքի արդյունաբերության շարունակական աճի մասին են խոսում, թե պարզապես գործ ունենք այդ թվում նաև այդ ուղղություններում որոշակի նոր հերթական ժամանակավոր գործոնների հետ։ Առնվազն այն հանգամանքը, որ նույն սննդամթերքի արդյունաբերության պարագայում մենք նախորդ ամիսների ընթացքում ունեցել ենք մեկ ամսվա ընթացքում կտրուկ աճեր, տատանողականություն, սա տալիս է որոշակի մտավախություններ, որ այստեղ եւս գուցե կտրուկ այսպես ժամանակավոր ազդեցությունների հետ գործ ունենք։ Ինչևիցե մի փոքր ավելի երկար ժամանակային միջակայքը թույլ կտա ավելի հստակ եւ օբյեկտիվ վերլուծություն այս մասով անել։ Ինչ վերաբերում է արդյունաբերության մյուս ուղղություններին, մշակող արդյունաբերության եւ որոշակի արդեն տևական ժամանակ անկումային վիճակը առավելապես պայմանավորված էր վերարտահանման գործոնի չեղարկմամբ, ամբողջական կամ հետզհետե չեղարկմամբ եւ պետք է նշել, որ հունվար-հոկտեմբերին օրինակ հիմնային մետաղների ուղղությամբ արդյունաբերության այդ ուղղությունը շարունակում է լինել անկումային, կൂട്ടակային ցուցանիշի մասին է խոսքը, մինչդեռ օրինակ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ եւ կարծես թե նաեւ սեպտեմբերին նախորդ ժամանակաշրջանի համեմատ մենք հիմնային մետաղների մասով նորից ունենք անգամներով աճ, ինչը
բավական հետաքրքիր պատկեր է եւ ելի հարցադրում է առաջացնում, արդյոք մենք օրինակ նոր վերարտահանման հերթական ալիքի հետ գործ ունենք, թե ոչ։ Սա եւս թեև ամբողջովին օբյեկտիվ գնահատականի համար մի փոքր ավելի երկար ժամանակահատված է պահանջում։ Արտահանման, մասնավորապես արտաքին առևտրաշրջանառությունից արտահանման խնդիրն է շարունակում մնալ մտահոգիչ, որովհետև թեև եւ արտաքին առևտրաշրջանառության գլոբալ անկման տեմպերն են որոշակիորեն կրճատվում եւ արտահանման եւ ներմուծման անկման տեմպերն են կրճատում, ցուցադրելով որոշակի վերականգնման ընթացք, բայց եթե արտահանման եւ ներմուծման համեմատությունն անում ենք, ապա կարծես թե արտահանման տեմպերի վերականգնումը շատ ավելի դանդաղ է տեղի ունենում, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ մենք արտահանման պոտենցիալի հետ կապված ունենք խնդիրներ եւ մտահոգվելու առիթ։ Եթե փորձենք ընդհանուր առմամբ ամփոփել, թեև մենք դեռ առիթ կունենանք 2025 թվականի տարին ամբողջությամբ ամփոփելու, բայց նույն ընթացիկ օպերատիվ տվյալների, մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշի շարունակական վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը այո, այսօր արձանագրում է բարձր տնտեսական ակտիվություն, այո, դա մասնավորապես որոշ ուղղությունների մասով իհարկե դրական է, բայց խնդրահարույց է այն հանգամանքը, որ կարծես թե մենք կրկին որոշակի ժամանակավոր գործոնների ազդեցության ներքո ենք եւ կրկին եւ շարունակական է այն մտահոգությունը, որ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հետ կապված դեռ պահպանվում են մտահոգությունները։